Իրականում ապրում եմ երկու իրականությունների մեջ կամ դրանց միջև։ Մի դեպքում անասելի վիշտն է, սուգը, որը ոչ մի դեպքում չի կարող անհետանալ, նույնիսկ մեղմանալ, և մյուսը առօրյա կյանքը, իրականությունը, կենցաղը, հոգսը, փաստորեն մարդու հոգեկանն այնպես է կառուցված, այնպես է աշխատում, որ դրա հնարավորությունը կա։ Ցերեկները մեխանիկորեն, իներցիայով արդեն ահագին աշխատանք եմ հասցնում անել օրվա մեջ, ամենապահանջվածները, բայց թե ցերեկը, թե երեկոյան, հերիք է մի վայրկյան հանգիստ տալ ուղեղին և այնտեղից այնպիսի ծանր ապրում, հիշողություն, հուշ, այնպիսի ցավով է դուրս տալիս, որ կարող է միանգամից կաթվածահար անել ամեն ինչ։ Հոգեկանն այնպես է աշխատում, որ այդ ցավը աստիճանաբար է սողոսկում դուրս գալիս։ Երեկոյան սիրտս նվաղեց, կուչ եկա, դարձա մի բուռ այն հիշողությունից, որ երբ առաջին անգամ գնացի գերեզմանոց և մեքենայից պետք է իջնեի, նայում էի դուրս, ինձ թվում էր ես ուրիշի պատմության մեջ եմ։ Զարմանում էի, որ այս ամենը իմ հետ է կատարվում։ Մտածեցի, որ կողմ պետք է գնամ։ Գերեզմանոցը տարածված էր աջ կողմ։ Ճանապարհով մի փոքր վերելք էինք բարձրանում։ Իջանք։ Ինձ ուղղորդեցին դեպի ձախ, ընդամենը 20 մետր։ Այդ մի քանի վայրկյանը, որ ես պետք է կտրեի և անցնեի, հասնեի մեր գերեզմանոցին, իմ կյանքը աչքիս առաջ եկավ։ Հարցնում էի, ով եմ ես, ինչու եմ այստեղ, ինչու պետք է սա իմ հետ կատարվեր, ուր եմ գնում, ինչու եմ գնում, ուզում էի ետ փախչեի, հետո հասկանում էի, թե որ պետք է առաջ գնալ, պետք է գնալ գտնել, գնալ տեսնել, գնալ համոզվել, և մյուս կողմից այդ մարդաշատությունը ստիպում էր լռել, խոնարհվել, դառնալ մի բուռ և ես նույնիսկ շատ կոնկրետ, շատ արագորեն տեղաշարժվում էի այդ շփոթվածությունը, այդ վիճակը, այդ ներքին վիճակը, այդ աղետալի վիճակը
Երբ այսօր էլ եմ հիշում, ես զարմանում եմ, ինչպես դրա միջով անցա, և կենդանի մնացի, ինչի համար, և 3 տարին, որ շարունակել է դրան, դա էլ է ինձ զարմացնում, պարադոքս, աբսուրդ, ես բացատրություն չունեմ, ես չեմ կարողանում ասել, թե ինչն է ինձ պահում, ինչ այդ ցնցումների ժամանակ ինձ չսպանեց, ինչը